Առաջին եթերում հարցազրույցն է։ Դե ինչ, ուկրաինական իրադարձությունների թատերաբեմը փոխվել է։ Մայդանը իր տեղը զիջել է Ղրիմին, այլ կերպ ասած, Ղրիմն է դառնում ուկրաինական իրադարձությունների լոկոմոտիվը։ Այստեղ ի թիվս այլ դիտարկումների ուշադրության է արժանի Թուրքիայի կեցվածքը։ Ինչն է այստեղ ոգևորում թուրքական կողմին։ Իմ զրուցակիցը Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վարամ Տեր-Մաթևոսյանն է։ Բարև ձեզ։ Այսպես, Թուրքիան ոչ անայդ Չավուշօղլուի շուրթերով մեղադրում է Եվրամիությանը Ուկրաինայում բարի բուն իմաստով քաղաքացիական պատերազմ հրահրելու մեջ։ Ինչն է այստեղ Թուրքիային անհանգստացնում։ Իրականում մի քանի շերտեր կա, որոնց մասին կարող ենք խոսել։ Նախ առաջին հերթին պետք է կապել նրա հետ, որ վերջին շրջանում Եվրամիությունը բավական քննադատաբար մոտեցավ այն process-ներին, որոնք տեղի ունենում Թուրքիայում, հատկապես գրաքննության հետ կապված խնդիրը, որ Թուրքիայում ծագեց, եւ վերջին շրջանում տառացիորեն 3 Աբդուլլա Գյուլը ստորագրեց դատաիրավական համակարգը գործադիրին ենթարկելու վերջնական օրենքը։ Այսինքն այս երկու process-ները, որոնց մասին Եվրամիությունը բազմիցս բարձրաձայնել էր, Թուրքիան անցավ այն կարմիր գիծը, որով էլ ավելի սերես քննադատությունների ալիքը։ Սա առաջին խնդիրը, այսինքն հենց Թուրքիա-Եվրամիություն ուրեմն այս հարաբերությունների այս մակարդակում։ Երկրորդը ամենայն հավանականությամբ այդ հակարևմտականության ինչ որ ալիք է բարձրանում Թուրքիայում, հերթական ալիքը կարելի ասել, եւ այստեղ ամենահարմար ապավինելու կողմը դա Ռուսաստանն է։ Բնական է Ռուսաստանի հռետորաբանության մեջ ավելի կականատես կլինենք հակարևմտության ինչ-որ դրսևորումները եւ Թուրքիան շատ ավելի ապահով է զգում, երբ որ Ռուսաստանին այսպես ասած աջակցում է առնվազն հռետորաբանության մեջ, փորձելով ցույց տալ, որ Թուրքիան դժվար պահերին իր ռազմավարական գործընկերոջ կողքին է կանգնած։ Դուք չնշեցիք Ղրիմի նկատմամբ պատմական հավակնությունները Թուրքիայի։ Եվ երրորդ խնդիրը իհարկե Ղրիմի նկատմամբ Թուրքիայի պատմական հավակնությունները կամ այն իրական քաղաքականությունը, որ Թուրքիայի Հանրապետությունը տանում է 91 թվականից ի վեր, ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ղրիմում ապրող թաթարների նկատմամբ։ Իրականում միայն Ղրիմի փողոցներում արդեն կարելի է տեսնել, որ այդ քաղաքականությունը տեսանելի է եւ այն հավակնությունները, որոնք երբեմն ծագում են Ղրիմի թաթարների մոտ, բնական է, որ այս պատեառիթը, եթե ոչ ինքնավարության ինչ-որ մի խնդիր պետք է բերի, ապա կարող է լարվածության նոր օջախ բերել, որ հետագայում կարող է բերել նաև որոշակի զիջումների, որոնք Ղրիմի թաթարները կարող են ստանալ։ Թուրքիան առաջին անգամ չէ, որ այս խնդիրը բարձրացրել է, ընդհանրապես արտաքին թուրքերի, այսպես ասած, կոնցեպցիան, որը եկել է պատեառիթը, երևի վատառիթ չի։ Եվ այո, եւ պատեառիթը, որպեսզի երթական անգամ թե Մեսխեցի թուրքերի մասին, թուրքերի բարձրաձայնած ուրեմն խնդիրները բարբերաբար հատկապես կապված Վրաստանի հետ, թե Ղրիմի թաթարների խնդիրը, ինձ թվում է լավ պատեառիթ է, որպեսզի այս խաղակարգը օգտագործվի այս կամ այն կերպ իրենց դիրքերը Ղրիմում ամրապնդելու համար։ Այսինքն կարող ենք վստահաբար ասել, որ հենց այս օրերին Թուրքիան զբաղված է Ղրիմում թաթարական դիրքորոշում ձևավորելով։ Այո, ավելի ճիշտ դրա քաղաքական հիմքեր ամրապնդելով կարելի ասել, որովհետև Ղրիմում թաթարները մշտապես ունեցել են իրենց քաղաքական ներկայացվածությունը, երկրորդ էթնոսն են կարծեմ վիճակագրություն։ Եվ դա արդեն բավարար հիմք է։ Այժմ խոսք գնում է իհարկե այն փաթեթավորմամբ ինչպես կներկայացվի ապագա մոտ օրերի մենք տեսնենք, որ ուրեմն ավելի շատ շեշտադրումը կլինի իրավունքների պաշտպանություն եւ այլն, այսինքն հասկանալի քաղաքական հռետորաբանություն, բայց իրականում դրա տակ երկարաժամկետ պլանավորման դրսևորումներ են եւ պետք է ասել, որ առաջին տնօրություն չէ, այս խնդիրը պետք է Թուրքիայում քննարկում եւ այս խնդիրը այսպես թե այնպես մի օր պետք է ծագեր։ Ուրեմն եթե այս իրադարձությունները շատ ավելի ուրեմն խորանան ու ունենան որոշակի դրսևորումներ, անշուշտ այստեղ կարող ենք ականատես լինել արդեն թուրք-ռուսական ավելի սերտ համագործակցության դրսևորումներ եւ գաղափարը կլինի շատ ավելի հեռագնա տեղերում ինչ-որ ամրապնդելու համար։ Բայց անկախ այս process-ները պարզվում է Թուրքիան մշտապես զբաղվել է Ղրիմով։ Այստեղ նա կառույցներ ունի, այստեղ հատկապես կրոնական բնույթի կառույցներ, կարծեմ
Թուրքիայի կրոնի նախարարություն Ղրիմում գործող։ Այսինքն նրանք երբեք էլ չեն հրաժարվել Ղրիմից։ Հիմա պատահարիթն է ավելի ցուցադրաբար եւ բացահայտ են դա անում։ Մինչեւ ուր։ Ուրեմն Թուրքիայում կառավարությանը կից կրոնի գործերի վարչությունը կամ նախագահությունը, որը ստեղծվել է 1924 թվականին, վերջին տարիներին էապես ավելացել է իր ներկայացվածությունը եվրոպական երկրներում, այնտեղ որտեղ թուրքեր են ապրում կամ Թուրքիայի քաղաքացիներ, այսպես է ձևակերպենք, հատկապես վերջին շրջանում, հատկապես նրանք ակտիվ էին ուրեմն վերջին 10-ամյակների ընթացքում Ղրիմում գործող կրոնի գործերի նախագահության, Թուրքիայի կրոնի գործերի նախագահության այնտեղի մասնաճյուղը բավական ակտիվ է։ Ավելին այդ տանիքի ներքո մեծաթիվ մզկիթների կառուցման մասին կարող խոսել, որոնք Թուրքիայի կառավարությունն ըստ էության հովանավորում, ինչպես նաև այն կրոնական եղբայրությունների մասնաճյուղերը, որոնք Թուրքիայում ընդհատակում են, արգելված են, սակայն դրանք գործում են։ Ռուսաստանում դրանք 2008 թվականին արգելվեցին, այսպես ասած Գյուլենի դպրոցները, նուրջուիզմը արգելվեց Ռուսաստանում, բայց այսպիսի ծայրահեղական կրոնական կազմակերպությունները անարգել գործում են Ուկրաինայում, եւ դա գաղտնիք չէ։ Հատկապես Ղրիմը դարձել է նրանց համար ծայրահեղական այդ խմբակների, ճամբարների ձևավորման ուրեմն պարապմունքների համար բավական հարմար վայր։ Դրա մասին է վկայում նաև սիրիական պատերազմի ժամանակ այն վկայությունները, որոնք մենք ականատես եղանք, թե ինչպես Ուկրաինայում մարզվելով մեծ թվով ծայրահեղականներ նրանք այնուհետև տեղափոխվում էին Սիրիա։ Հասկանալի է։ Այստեղ ճիշտ կլինի նաև հասկանալ, թե Ղրիմի թաթարները ինչպես կպահեն իրենց, եթե իսկապես սահմանադրական հանրաքվեն իրականություն դառնա, թեև ասում են Ուկրաինայի սահմանադրությունը այդ հնարավորությունը չի ընձեռում։ Այն, որ Ղրիմի թաթարները կլինեն առավելապես ուրեմն բաժանման կողմնակից, առավելապես թուրքական տեսակետի կողմնակից, այսպես ձևակերպենք, իսկ թե ինչպեսին կլինեն, ես կարծում եմ, որ Թուրքիան հսկային կցանկանա այս տարածաշրջանում ունենալ Ռուսաստանի հետ շահումների բախման նոր օջախ, այնպես որ դեռ իրադարձությունների զարգանալու հետ կարող ենք ավելի հստակ պատկերացնել։ Հիմա գանք բուն Թուրքիային։ Իհարկե ոչ ուկրաինական սցենարով, բայց այստեղ էլ հանգիստ չէ եւ բողոքի ալիքը մեկընդմիշտ բարձրանում, իջնում է, Էրդողանը մի սկանդալից հայտնվում է մյուսի մեջ։ Ինչ process-ի հետ գործ ունենք, պարզ նախընտրական process է, թե ավելի խոր է երևում։ Եվ այն ինչ որ այժմ մենք ականատես ենք լինում, այսինքն Թուրքիայով հետաքրքրվող մասնագետները իրականում առաջին հայացքից կարող է թվալ, որ դա 2013 թվականի ամռանը տեղ ունեցող այդ Գեզի այգում Թաքսիմի հրապարակում տեղ ունեցող իրադարձությունների շարունակությունն է։ Իրականում մենք ականատես ենք լինում մի գործընթացի, երբ Էրդողանի քաղաքական ծրագիրը, որը նա կառուցել է 2011 թվականին եւ որի ուղղությամբ շարժվում էր, տապալվել է։ Ինչ նկատի ունեմ սա ասելով, որովհետև առաջին նրա պլանն այն էր, նախագիծն այն էր, որպեսզի հնարավոր լինի ժամ առաջ կազմել Թուրքիայի նոր սահմանադրությունը։ Թուրքիայի սահմանադրության ձևավորման հանձնաժողովը տապալվեց, դա ընդունեցին թե իշխող կուսակցության անդամները, թե ընդդիմության ներկայացուցիչները։ Եվ այժմ Էրդողանը բավական անորոշ քաղաքական ապագայի առջև է կանգնած։ Ընդամենը մեկ ամսից մարտի 30-ից Թուրքիան տեղական ինքնակառավարման ընտրություններն են, որը գուցե քաղաքական առումով չունի այն կշիռը, ինչպիսին նախագահական ու խորհրդարանական է, սակայն Թուրքիայի քաղաքական համակարգը բավական ինքնատիպ է կառուցված եւ տեղական ինքնակառավարման ընտրությունները ըստ էության կորոշեն թե ինչպիսի դիրքորոշում կունենա Էրդողան իր քաղաքական ապագայի նկատմամբ, գաղտնիք չէ, որ նա ունի նախագահական հավակնություններ, այնպես որ սակայն Թուրքիայի իշխող կուսակցության կանոնադրությունը արգելում է, որպեսզի նա երրորդ անգամ դառնա վարչապետ, այսպես լիմբո։ Բայց քանի որ նախագահի լիազորությունները ուժեղանում են, նա կցանկանա այստեղ եւս հարցը թե ինչպիսի նախագահական լիազորությունների մասն է խոսքում։ Խնդիրը հիմնական առանցքային խնդիրը այն, որ Էրդողանին չհաջողվեց նոր սահմանադրության նախագիծ ներկայացնել խորհրդարանին, հենց նրա հավակնություններն են։ Որովհետև ըստ էության հանձնաժողովին հաջողվեց շուրջ 80 հատվածների շուրջ գալ համաձայնության։ Դա տևեց տարի ու կես, բայց դա փաստ է, հանձնաժողովը հաջողվեց շատ թեքիչ խնդիրների շուրջ գալ համաձայնության։ Սակայն նախագահական համակարգին անցում իր հետ բերելու էր եւս 80 հոդվածների համաձայնություն։ Այդ դա է, որ չհաջողվեց նրան անել։ Ուրեմն սա ավելի խորքային է, թե քաղաքական պատմության խորքը գնանք 2011 թվականն առնվազն։ Իսկ այն ինչ տեղի ունենում Թուրքիայում այս օրերին, դրա մի կողմը ուրեմն գյուլենականների հետ մղող պայքարն է։
այս պայքարի խորքեր հասկանալու համար պետք է պարզապես մի պահ հայացք նետենք հասկանալու համար, որ Գյուլենը արտակնաբես փորձում է եւս իրեն տարածության վրա պահել, փորձելով ոչ մի կերպ չասոցացվել այս ամբողջ սկանդալի հետ, սակայն տարիներ շարունակ Էրդողանը լավ գիտեր, որ ամբողջ դատաիրավական համակարգը լծված են Գյուլենի հավատարիմ մարդկանց։ Այսինքն արդեն այսօր պարզ է, որ գյուլենականները բավականին լայն տարածում ունեն, բայց քողարկված։ Ընդ որում ոչ միայն Թուրքիայում, նաև Ադրբեջանում մենք այս մասին էլ կխոսենք, բայց որպեսզի ուկրաինական դեպքերից շատ չհեռանանք, մի այսպիսի համեմատություն ես ուզում եմ այնուամենայնիվ անել։ Ուկրաինայում մայդանականները մատնացույց են անում Յանուկովիչին եւ նրա կուտակած հարստությունը, թե ինչի է հանգեցրել Յանուկովիչի իշխանությունը, ինչի հանգել Յանուկովիչի իշխանությունը այս տարին, հիմա նույնը անում են Թուրքիայում։ Էրդողանի նկատմամբ ծերագրի նմանություն կա, ինչ հետևություն բերել գալ սրանից։ Երեք դա երևի կարելի է կապել շատ ավելի քաղաքական տեխնոլոգիաների փորձարկմամբ, որը Յանուկովիչի պարագայում գուցե չունեցավ այն ընդգրկումը կամ այնպիսի ծավալը ժամանակի հետ կապված, բայց Էրդողանի պարագայում շատ ցածր օրինակներ են արդեն դեկտեմբերի 17-ից հետո դրվում շրջանառության մեջ եւ թեև 1 միլիարդ է նկատվում։ Այո, թեև ինտերնետ գերաքննության վերջին օրենքի հետ վերջին օրենքը ուրեմն ուժի մեջ մտավ, բայց այնուամենայնիվ այս ամեն ինչը շրջանառության մեջ է դրվում, այսինքն հանրությունը եւ այն շրջանակները, որոնք հետաքրքրված են ավելի մեծ հարված հասնել Էրդողանի հեղինակությանը, նրանք ոչ մի քայլի առաջ կանգ չեն առնում։ Ուրեմն գյուլենականների շուրջ այդ պատմությունը, ինչպես ընդունված է նաև գյուլենականներին անվանել։ Մինչ այդ Վարամ, այսօր կարող ենք ասել, ով է Էրդողանի դեմ այս կոմպրոմատային պատերազմի հեղինակը։ Գիտեք, դատելով նրանից, թե ովքեր ունեն հասանելիություն ուրեմն գաղտնալսումների, սլակը ուղղում է դեպի դատաիրավական համակարգ։ Բայց այստեղ հետարքի process էլ կա, որը ինձ թվում է հարկ է ուրեմն դրա մասին խոսել, դա գյուլենականների եւ ընդդիմության միջև ձևավորվող համատեղ գործունեության նշաններն են։ Եվ շատ դեպքերում կարող ես տեսնել, որ շատ դեպքերում անգամ հայտարարությունները անգամ կրկնում են մեկ-մեկին եւ հետարքի ձեռագրի կրկնություն ենք նկատում։ Այդուամենայնիվ Թուրքիայում մենք ականատես ենք լինում նաև մի գործընթացի, երբ Էրդողանի կուսակցությունը, իշխող կուսակցությունը ամեն օր կորուստներ է կրում մարդկային, նաև ռեսուրսային առումներով։ Եվ ի վերջին անգամ Էրդողանը այսպիսի քաղաքական ճգնաժամի առաջ կանգնել է 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ տեղ ունեցավ Թուրքիայի, այսպես ասած, 5-րդ ռազմական միջամտությունը, երբ զինվորականները նրան ներկայացրեցին ուրեմն այսպես ասած էլեկտրոնային հռչակագիր եւ իհարկե 2008 թվականին, երբ պարզապես մեկ ձայնի շնորհիվ համանդրական դատարանը չփակեց Էրդողանի կուսակցությունը։ Այնպես որ շատ դեպքերում տեսնում ենք նույն ձեռագիրը եւ դրա հետևում կանգնած են իհարկե նաեւ ընդդիմադիր կուսակցությունները։ Չպետք է մոռանանք, որ 2011 թվականին, երբ Քլիչդարօղլին նոր դարձավ կուսակցության, նոր ընտրվեց կուսակցության նախագահ, ընդդիմադիր հանրապետական ժողովրդական, նա ընդամենը 1 տարվա կուսակցության ղեկավարն էր եւ նա իրականում ժամանակ չեղավ, որպեսզի կարողանար ամբողջությամբ կոնսոլիդացնել կուսակցության ռեսուրսները։ Եվ այժմ նա դարձել ավելի ինքնավստահ, ավելի համարձակ եւ նաեւ այնպիսի տեխնացուներ է առաջադրել Թուրքիայում տեղական ինքնակառավարման ընտրություններում, որ կարող են եղանակ փոխել։ Այնպես ինչպես Սարեգիլի օրինակն է ստանում։ Այսինքն process-ները տարում են նրան, ըստ որի ձևավորվում է հստակ Էրդողան-Գյուլեն հակամարտություն։ Դա կարող ենք ասել, որ դա թևակողմ է նոր փուլ, որովհետեւ այդ հակամարտությունը վաղուց էր սկսվել իրականում։ Կարող ենք ասել առնվազն 2-3 տարի առաջ դրա հիմքերն արդեն կային, որ այդ հակամարտությունը պետք է մի օր դրսևորվի։ Այստեղ մի նշբերանգ էլ Թուրքիան իր հայտնի լրատվամիջոցների միջոցով արդեն Ադրբեջանին է հասկացնում, որ ինքը Էրդողանի իշխանությունը սկսել է գյուլենականության դեմ պայքար, բայց պիտի նույնը անի նաև Ադրբեջանը, այստեղ Ալիևի վիճակն է բավականին ծանրանում։ Որովհետև նրանք այստեղ բավականին լուրջ պաշտոններ, ասեմ, բիզնես օղակներ, կառույցներ, ասեմ, նրանց ձեռքում է գտնվում։ Այո, գյուլենականները բավական մեծաթիվ ներկայացվածություն են, մեծամասշտաբ ներկայացվածություն են Ադրբեջանում։ Դա ոչ միայն բիզնես շրջանակները, նաև կրթական հաստատությունները։
Ադրբեջանում գործում են տասնյակ գյուլենական դպրոցներ, համալսարան գյուլենական եւ ընդհանուր տպավորությունն այնպեսին է, որ շատ տեղերում, եթե հանկարծ գործընթաց գնան, գյուլենականները կարող են նաեւ դրոշակակրի դեր ստանձնել Ադրբեջանում։ Թեև դրանով հանդերձ Ադրբեջանի ղեկավարությունը Ալիևը բազմիցս ակնարկել է նրա մասին, որ թուրքական մոդելների կիրառումը, լինի դա աշխարհիկ, լինի դա ուրեմն մշակութային արտահանման մոդելները դեպի Ադրբեջան պետք է սահմանափակել։ Այնպես որ ինչ որ մի պահի կարող է դա էլ սկսվել Ադրբեջանում, բայց Թուրքիայում դա լրիվ այլ խորություն, լրիվ այլ ընդգրկում ունի։ Պետք է մոռանանք, որ նաև գյուլենականները բացի դատաիրավական համակարգում ներկայացվածությունից Թուրքիայում ունեն նաև մեծ սոցիալական աջակցություն։ Ընդունված է նաև անվանել, որ գյուլենականները սոցիալական իսլամն են ներկայացնում Թուրքիայում։ Այնպես որ այս շերտը եւս պետք է ներկայացնենք։ Թուրքիայում գյուլենականները, Ադրբեջանում գյուլենականները չունեն այդպիսի լայնածավալ, լայնամասշտաբ սոցիալական աջակցություն։ Նրանց մոտ ավելի միջին խավի եւ ավելի շատ ստորին խավի սոցիալական ծրագրերի ներգրավվածությունն է։ Առայժմ Գյուլենի դեմ ամենաշոշափելի փաստարկը այն է, կոմպրոմատը այն է, որ նա հայ է ցակումով։ Մենք եթե հավատանք Թուրքիայի ընդդիմության կամ միմյանց քննադատության այդ բոլոր ալիքներին, ապա ես չեմ հիշում որևէ քաղաքական մեծ սկանդալ, որտեղ հերոսներից մեկին գոնե հայ լինելու մեջ չմեղադրեն, այնպես որ եթե անգամ այդպես է, դա ոչինչ չի նշանակում Թուրքիայի բaragայում, ընդհանրապես այդ process-ների բaragայում։ Լավ, ավարտում ենք։ Ուկրաինական զարգացումները իրենց տեղն ունեն այս ամեն ինչում, Թուրքիայում տեղի ունեցող process-ները իրենց երբևէ կհատվեն այս process-ները միմյանց հետ։ Ես այնքանով որքանով հավատանք, այսպես ասած, Սևծովյան ծրագրի գաղափարին, որ Սևծովյան այս տարածքը դա մեկ միասնական տարածք է, ունի իր տրամաբանությունը, որ ես չեմ կիսում այդ տեսությունը, որ 90-ականներին դրվեց շրջանառության մեջ ամերիկացիների թուրքերի կողմից, դրանից զատ գործ ունենք իրականում բավական տարբեր գործընթացների հետ, իրենց խորությամբ, իրենց ընդգրկմամբ, այստեղ իհարկե ուկրաինական որոշ դրսևորումներ, ցույցերի որոշ դրսևորումներ կարող են ունենալ իրենց կրկնօրինակումները կամ համապատասխանությունները Թուրքիայի բaragայում կամ ուղիղազդեցությունը։ Ես հակված չեմ ուղիղազդեցություն տեսնել, որովհետև կրկին քաղաքական միանգամ այլ մշակույթի հետ գործ ունենք, չկան միասնական պատմական գործընթացներ առնվազն 20-րդ դարում, այնպես որ հատման եզրերի անշուշտ կան, դրանք չեն կարող լինել գլոբալացվող աշխարհում, բայց ես հակված եմ առանձնացնել այս երկու գործընթացները։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Այսքան հարցազրույցների եթերում Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վարամ Տեր-Մաթեոսյան։ Հաջողություն։